Հայաստանցիները Եվրոպա առանց վիզայի վաղ թե ուշ գնալու են, կարծում է Էստոնիայի արտգործնախարարը։ Արդյոք դա կլինի հենց Եվրամիությունում Էստոնիայի նախագահության շրջանում։ Սվեն Միքսերը խոստանում է նպաստել գործընթացին։ Անշուշտ Էստոնիան շահագրգռված է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջև վիզայի դյուրացման գործընթացն արագ ընթանա։ Հուսանք մենք դրան թափ կհաղորդենք, իսկ մնացածը կախված կլինի Հայաստանից, թե ինչ կարվի չափանիշների բավարարման ուղղությամբ։ Էստոնիայի Եվրամիության նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից։ Հենց այդ ընթացքում էլ նոյեմբերին Հայաստանը նախատեսում է Եվրամիության հետ ստորագրել շրջանակային համաձայնագիրը։ Գործակցության լավագույն հեռանկարներից է նաև IT ոլորտը։ Երկու երկրների հարաբերությունում կա հսկայական չօգտագործված ներուժ համակարծիք են արտգործնախարարները։ Մեր առևտրական շրջանառությունը այնքան բարձր թվեր չի արձանագրել, միայն մոտ 10 միլիոն է անցյալ տարի եղել, դա շատ ցածր թիվ է եւ կարծում եմ մեր պոտենցիալը, մեր ներուժը շատ ավելի մեծ է եւ մենք համատեղ ջանքերով շատ ավելին կարող ենք անել։ Խոսել են նաև Արցախյան հակամարտության մասին, ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների կոշտ հայտարարություններին, թե զինադադարը խախտող կողմը խստորեն կդատապարտվի, Նալբանդյանն ընդգծում է։ Ինչ է նշանակում, դա լոկ հայտարարություն է, կարծում եմ ոչ միայն։ Այդպիսիք շատ են եղել, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելը Բաքվի համար բրենդային է դարձել, ասում են մի բան, անում հակառակը։ Մեզ մոտ փաստեր են, նրանց մոտ տպավորություններ։ Հարևանի գործելավոճը պարզաբանում է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Սոնա Աղբալյան, Տիգրան Բաբայան, Օրակարգ։